Prime Minister, thank you very much for your speech and for your comments. I'm an Istanbul-based Turkish journalist. You might remember me. I'm with my colleague. We were part of the Turkish journalist delegation interviewing you back in March. After that, I think you went to Turkey to meet the Turkish President Erdogan. But can you tell us where we are in terms of Turkish-Armenian normalization following August 8th? Correct me if I'm wrong, but we don't see much of a visible signs of progress on that track. In view of the fact that you would be hosting the European Political Community Summit in May, have you received signs from Ankara that Turkish president might come to attend this summit? Thank you very much, Prime Minister. Շնորհակալ եմ հարցի համար եւ ուրախ եմ ձեզ կրկին տեսնել Հայաստանի Հանրապետությունում։ Տեսեք, տարածաշրջանային առումով հիմա Հայաստանում կա մի բացառիկ իրավիճակ։ Այդ բացառիկ իրավիճակը հետեւյալն է, որ մենք ինստիտուցիոնալ կապ ունենք մեր տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Այսպիսի իրավիճակ մենք նախկինում չենք ունեցել։ Այսինքն իհարկե Վրաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեզ միշտ կապել են եղբայրական բարեկամական կապեր, բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մենք երբեք ինստիտուցիոնալ կապ չենք ունեցել։ Հիմա նորությունն այն է, որ մենք եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունենք ինստիտուցիոնալ մշտական հաղորդակցություն։ Եվ սա կարևորագույն նորություն է։ Ինչ վերաբերվում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, իմիջիայլոց, քանի որ խոսակցությունը կա, եւս այսպիսի մի նրբության մասին եմ ուզում խոսել, ցույց տալու համար, թե սոցիալ հոգեբանական բանաձևերը փոխելը երբեմն ինչ մեծ դժվարությունների հետ է կապված։ Ինչ նկատի ունեմ։ Օրինակ, միջև հիմա մեր խոսույթում, հայաստանյան խոսույթում, այդ թվում ես երևի չնկատելով շատ հաճախ օգտագործում ենք հայ-ռուսական հարաբերություններ, հայ-թուրքական հարաբերություններ, հայ-ադրբեջանական հարաբերություններ, որը չի արտահայտում այն բովանդակությունը, որի մասին մենք խոսում ենք, որովհետև հայ-թուրքական հարաբերությունները ուրիշ բան են, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ուրիշ բան, այնպես չի, որ դրանք համընկման տեղեր չունեն, բայց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունը ուրիշ բան է, հայ-ադրբեջանական հարաբերությունը ուրիշ բան։ Իմիջիայլոց ասեմ, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ասենք օրինակ նույն երրորդ երկրներում, շատ հաճախ հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչ մի պրոբլեմ չի եղել։ Դե մարդիկ իրար հետ ապրել են, աշխատել են, երբեմն ընկերություն են արել, իրար հրավիրել են, բայց Հայաստանի եւ Ադրբեջանի թշնամական հարաբերությունների պայմաններում։ Վերադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունները իմ կարծիքով գտնվում է ճիշտ ուղու վրա։ Դուք հիշում եք, որ ձեզ տված հարցազրույցում ես ասել եմ, որ իմ գնահատմամբ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը ժամանակի հարց է, եւ ես վերահաստատում եմ դա, որովհետեւ մենք գտնվում ենք ճիշտ ճանապարհի վրա։ Այստեղ խնդիրը արագությունն է ճանապարհ անցնելու։ Եվ պիտի արձանագրենք, որ այդ ճանապարհի վրա ազդում են ոչ միայն երկու երկրներում արկա քաղաքական կամքը, այլև որոշակի գրավիտացիոն գործոններ։ Բայց ես իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը եւ այո, ես շատ կարեւոր է տեսեք վերջին տարիներին նախագահ Էրդողանի հետ մենք շատ հաճախ ենք հանդիպում։ Ես երկու անգամ Թուրքիա եմ այցելել, ընդ որում վերջին անգամ, առաջին անգամ աշխատանքային այցով երկկողմ ձևաչափով աշխատանքային այցով եղել եմ Թուրքիայում եւ այդ այցը շատ հաջող եմ համարում եւ այո այդ այցի ընթացքում նաեւ նախագահ Էրդողանին հրավիրել եմ մասնակցելու 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին ես ճիշտ չի լինի որպեսզի մեկնաբանեմ Թուրքիայի նախագահի այցելելու հնարավորությունը
Պարզապես կարող եմ ասել, որ պաշտոնապես հրավիրել եմ եւ հույս ունեմ, որ այդ հրավերը կընդունվի։